Դերասան Գևորգ Գրիգորյանը Facebook-յան էջում հրապարակում է արել անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին հնչեցրած հայտարարությանը։ Հայտարարությունն այն մասին էր, որ նա պատրաստ է ցույց տալ իր սեռական օրգանները եւ ապացուցել, որ թլպատված չէ։ Ինչպես արդեն նշեցինք, այս ամենին անդրադարձել է դերասան Գևորգ Գրիգորյանը գրելով. «Նիկոլ, դու թլպատված չես, քեզ թուրք պապաներդ կռտել են, մի հատ ինվալիդ չգործող ձու ունենայիր, ինքնասպան կլինեիր, չաթլախ սրբապիղծ», գրել է Գևորգ Գրիգորյանը։ Դերասան Գևորգ Գրիգորյանը Facebook-յան իր էջում գրում է. 2018 թվականին ասֆալտին պառկած ու հիմա լուռ հետևող ընկեր, աղբեր, բարեկամ, անծանոթ, ովքեր էլ քաղաքականությամբ չեն զբաղվում, թքեմ սաղաբրածիդ վրա, թքեմ անունիդ վրա, թքեմ ինքնասիրությանդ վրա, թքեմ կերածդ ճաշի մեջ, ձեզ խաբել են, որ դուք հայ եք, բոլորիդ հիշում եմ ծանոթներին, 5 տարի մեծահոգաբար շարունակել եմ շփվել ու լռել, որ ձեր ինքնասիրությունը չտուժի, բայց շատ իզուր անիծվեք ձեր բերած անեծքի չափով ու պատժվեք չարածի չափով, որ գրեք ու զանգեք չպատասխանեմ, որ փողոցում անտեսեմ, հանկարծ թող հարցական չմնա, թե խի վերևի գրածը հենց ձեզ ա վերաբերվում, նշել է դերասանը։ Ավելենք նաև, որ Գևորգ Գրիգորյանի անձնականը ևս մշտապես հետաքրքրություն է առաջացնում բոլորի մոտ։ Վերջին շրջանում մեծապես քննարկվում էր նրա եւ Ռոմելա Սարգսյանի բաժանումը։ Նրանք միասին ներկայանում էին նախագծերից մեկում, որտեղ հանդես էին գալիս որպես զույգ, դե իսկ ամիսներ անց հայտնի դարձավ, որ նախագծի կերպարը արդեն իրական է դարձել։ Նրանք միասին են։ Ռոմելան ամուսնալուծվել էր իր ամուսնուց Աշոտից։ Դերասանը շատ հաճախ հուզիչ հրապարակումներ էր անում ինստագրամյան հարթակում, այդպիսով խոսելով իր ափսոսանքի, հիասթափության մասին։ Դե իսկ Ռոմելան եւ Գևորգը ժամանակ առ ժամանակ համատեղ ջերմ հրապարակումներով էին հանդես գալիս, ցույց տալիս միասին անցկացրած երեկոները, միասին ունեցած հանգիստը, միասին թե ինչպես են վայելում գինին եւ այլն։ Սակայն եկավ ժամանակ, որ Ռոմելան դադարեց հրապարակումներ անել Գևորգի հետ։ Գևորգը եւս Գևորգն իր ինստագրամյան հարթակից հեռացրել էր Ռոմելայի մասնակցությամբ բոլոր հրապարակումները։ Չկար որևէ հրապարակում, անգամ նկարահանման հրապարակից արված։ Սակայն Ռոմելան դեռ շարունակում էր լուսանկարներն ու կադրերը խնամքով պահել ինստագրամյան հարթակում։ Եկավ ժամանակ, որ նույն քայլին դիմեց նաև դերասանուհին։ Ռոմելան հեռացրեց Գևորգի հետ ունեցած բոլոր լուսանկարները, տեսանյութերը, այդպիսով եւս մեկ անգամ ապացուցեց, որ նրանք բաժանվել են։ Թեև զույգը մինչ օրս չի խոստովանում իրենց բաժանման մասին, սակայն մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն նրանք այլևս միասին չեն, ինչպես ասում են, Ռոմելան Գևորգի հերթական զոհներ։ Ռոմելան թողեց իր ամուսնուն Աշոտին, ընտրեց Գևորգին, սակայն կարճ ժամանակ անց Գևորգը թողեց նաև Ռոմելային, ինչպես թողել էր տարիներ առաջ շատ ու շատ հայ հայտնի դերասանուհիների։ Մտերիմները փաստում են, որ Ռոմելան այս օրերին շատ դժվար կացության մեջ է հայտնվել, նա տանջվում է, տառապում է, ինչ որտեղ ցանկանում է նաև հետ բերել նախկին ամուսնուն Աշոտին, ով սակայն նոր սիրելի ունի։ Ռոմելան կանգնեց կոտրած տաշտակի առաջ, չգնահատեց իր ամուսնուն, չգնահատեց ունեցած ընտանիքը, ընտրեց Գևորգին, ժամանակավոր հաճույքները եւ այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Թե երբ զույգը իրականում կխոստովանի, որ այլևս միասին չէ, երբ այլևս չի թաքցնի իրենց ավարտված հարաբերությունները, դժվար է ասել։ Ասում Նունե ջան, аэропорт Armenia TV-ում չի։ Զվարթնոցում է։ Եվ տեղ ես կանչել։ Եվ ամաչում եմ, բարորդից։ Ինչ ես ամաչում։ Ասում եմ, լիաջ ասխալ հասցեով եք եկել։ Այս որ առանց գնաց որ երկնվի։ Չէ, եկա լիաջ։ Այ սարավոն կապլուկի պես։ Կորել էին երկելով։ Շատ թարս առավոտ է, թարս խոսում ենք, թարս երգում ենք, թարս հասկանում ենք, թարս խոստումներ եմ տալիս Ռոմիկին։ Գիտեք ինչ է խոստացել, էդին լավ հաջորդ օրը։ Ինչ ես շանտաժանում, ինչ։ Հենց նոր Լիան ասաց, հենց աշխատավարձից տանը։ Աշխատավարձ չէ, Աղքատավարձ, քոնը աղքատավարձ։ Հենց աղքատավարձից տանը, ինձ 15,000 դրամ անես տանել կայա։ գլուխը պատին ա տվել Լիան, ոչ հասեր լեզուն պատանվել։ Ես կարծել եմ, բայց իրականում աղքատավարձ։ 15,000 դրամ անես տանել կա, գնում ենք իրար հետ առնել։ Գիտ կանգնի է տանը։ Ոնց է դերասանուհին,
շրջում հեռուստաընկերությունում տնավորված տապուճկեքով ոնց որ տանը լինեմ սենյակից սենյակ պտտվում եմ այսպես Միշորի հետ կապ չունի բացարձակ բայց ես ինքնավստահ եմ գնացինք պավիլիոն դերսում արև է և շատ լուսավոր է այսօր ինչ օր է ասա լուսավոր է Ես մաչուխայիս հետ շատ թույն հարաբերությունների մեջ եմ Բա մամայի ասեցի Մաչուխա? Դա մաչուխա Լավ ես, տղաջան Մաման որ տեսել աստեղ չես ինձ քեզ էլ սպանելու է Ուր էր սպանել վրձնեի քեզանից վայ տենց չէ այստեղ կներես Հա տենց էի Ուրեմն թող չիմանա Ոնց չիմանա ոչ Շորերս Ինչքան ցուրտ շոր կհագցնելու եք չէ Բերել եմ ջինսի շորտիկ էլ եմ բերել ասել Կոժի շորտիկ չունեմ կոժի յուբկա ունեի մոռացա բերել Գդարնայի Կակից կարելի է ինք մանետա Չես ուզում իմանաս Ինչ էիր պատմում, բաշխողերից էիր պատմում, ինչ անում Շողերը սկսել է արամու բաներ անեն Այդ որ 20 տարի ապրեց խալխի ընտանիքում, այդ ահավոր, չէ? Նոր սկսել է պատմանել Խալխի ընտանիք Բա ինչ, Խալխի ընտանիքում իրա դու ընտեղ չունիր գնայր Չէ, չունեի Դե վսյո, значит не прибедняйся Ունեի, մի հատ էլ տուն կար կարող է այնտեղ գնայի Բա գնայր Այդ անտեր շունչ եմ բայց հիմա սոֆային հանգիստ եմ թողա, անցել եմ ուրիշներին Սոֆայի մազերը էլ չեմ փիտրելու Դա դրա մոր մաս չի մնացել բայց հետո կաղջիկ եմ ես իրականում Սենց պուպուշ գալիս է սենց պարկում ակնում Մարմարվում է չարկել խարին, բայց ինչ որոց Իսկ ես օրինակ իմ 30 արծաթն ինձ լավ էի հարմար Շարունակում ենք էլ Ես իմ 30 արծաթի արմիդային շատ էի սիրում Որտեվ իրականում դու օծ ես Միացրել ես Ուրեմն գալիս ես Արմենիա և ATV ընկերություն Եվ այստեղ կանգնած է այսպես մի հատ մեր հրաշալի ինստրումենտ Այս ինստրումենտով մեր զվուկավիկը գալիս է գործի Գալիս է ու ասում է Ես թքած ունեմ ձեր բանցիկների վրա Ձեր զվուկերի վրա ես թքած ունեմ երկու անգամ ինչ Երկու բանցիկ Երկու բանցիկների վրա ինքը մեր թքած ունի Դրա համար ես էլ ասեմ Okay, Արտուր ջան Ես էլ սենց ոտս կդնեմ քո բուրնդուկի վրա ու կասեմ Արտուր ջան քո բանցիկների վրա էլ մենք էլ թքած ունենք Գիտես ես էլ էի քո տարիքում սիրահարված Ես քեզանից ավելի շատ Ես ամեն ինչի պատրաստ էի հորդ կողքին լինելու համար Բայց մերս էլ սխալ էր Ես չի հասկանում ոնց կարա սխալ լինի այն սերը Բայց մերս էլ սխալ էր Ես չի հասկանում ինչի Ոնց կարան երկու մարդ իրար սիրի ու դա սխալ համարվի Ես չէի լսում ինչ եմ ասում կողքից Նով անդեղ նստած Այդեղ հայկն է նստած Նարեկը Արեք Այստեղ ձյաձադամն է նստած Վահագը Նորից գացադամ Ձյաձադամ Ձյաձի լով է խոսքը Այստեղ ձյաձի լովն է նստած Good morning
to you. Դպրոցում հիշում եք ոնց էին ասում good morning, good morning, good morning to you, good morning, good morning. We are glad to see you. Ոնց ասում են, այս բաժակում խմենք կոլեկների գերած։ Երկու քուրե, Երկուսն էլ մի բոյի։ դեն։ Ինչ չես ուզում, որևէ կերպ ասա, մի հմաչի։ Մտերմանա տանիքի որտեղ Որտե Թինա ինքը չի ուզում ես մտերմանամ ձեր ընտանիքի հետ։ վայքի Պես իրա կարծիքը։ Իրա կարծիքը բարություն ոչ մեկ չի հարցնում։ այսի տեսել ես Եկանք սկելա։